Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սաները շտապում են Սուրբ Երրորդություն եկեղեցի ուսումնական ժամերգության մասնակցելու։ Հակաբացիլ շարականներ է կոչվում ծրագիրը, որում ներգրավված են կրթահամալիրի 5 դպրոցների սաները։ Ամեն ուրբաթ օր առավոտյան կրթահամալիրի տարբեր դպրոցներից օրը սկսում ենք Սուրբ Երրորդություն եկեղեցուն։ Ես կարծում եմ քաղաքի հանրապետության բոլոր համայնքները, վայրերը ունեն եկեղեցիներ, որովհետև այս ուսումնական պարապմունքը որպես միջոցառում չդառնա, ինքը դառնա որպես ուսուցման բաղկացուցիչ, գուցե կարևոր բաղկացուցիչ։ Այստեղ վստահ են, հանրակրթությունը չի կարող լիարժեք լինել առանց հոգևոր երգի, կտակարանի։ Կարևոր է, որ հետագայում աշակերտն իր հոգևոր ժառանգության կրողը լինի եւ նախանձախնդիր լինի դրա նկատմամբ։ Այն ինչ որ եկեղեցին շատ խնամքով, չէ, բերել դարձրելա պատարագա, չէ, դարձրել համաձայն եք, չէ։ Ես նկատում եմ հենց շարականը, որ դարձել է մեր սուրբ հայրերի, հանճարի նաեւ, չէ, արտահայտման ձև։ Այս ամեն ինչ ոնց որ հանրակրթությունից ոնց որ չէ, դուրս է մնացել։ Ասենք երբ որ սովետական շրջանից էր դուրս մնում բացատրում էինք բոլշևիկները միսպյուր, իսկ ինչ կարող եք բացատրել, թե 1990-ից հետո ոնց հանրակրթությունը չի, այսինքն հանրակրթության առանցքում չի, բայց եթե ուրեմն չի հանրակրթությունը միանում եկեղեցուն, բայց ինչի համար այդ դպրոց, պետական կրթական ծրագիր։ Կրթահամալիրը որպես հեղինակային այլընտրանքային մանկավարժություն իրականացնող ուսումնական հաստատություն վերջին 8 տարում է ուսումնական ծրագրում ներառել մասնակցությունը ժամերգություններին։ Առաջին դասարանից սկսած երեխաները ծանոթանում են Կոմիտասի ավելի պարզ հոգևոր ու ժողովրդական երգերին։ Բարձր դասարաններում արդեն ծրագիրը բարդանում է։ Սաները Նարեկացի, Շնորհալի, Եկմալյան են լսում ու երգում։ Նախագծի զարգացման ընթացքից գոհ եմ, որովհետև հաշվի առնելով սկիզբը քանի հոգի էին մասնակցում եւ հիմա ովքեր են մասնակցում, ինչ խմբեր են մասնակցում, բավականին լայն աշխարհագրական ընդգրկում ունի եւ հիմա նաեւ միացել են հանրապետության այլ դպրոցները նաեւ մեր մենթոր դպրոցներն են հետաքրքրված այս նախագծով եւ կարծում եմ, որ փոքր քայլերով կհասնենք նրան, որ հոգեվոր մշակույթը մի քիչ մոտ կգործի սովորողների ընտանիքներ, սովորողների շրջանակ եւ նաեւ հայության մեջ։ Հակաբացիլ շարական նախագիծը հիմնականում անցկացվում է Սուրբ Երրորդություն եկեղեցում, երբեմն էլ շրջում հանրային վայրերում, այգիներում, մայրաքաղաքի եկեղեցիներից հասնում մինչև իսկ հեռավոր գյուղեր ու բնակավայրեր։ Իրենց օրինակը Սեբաստացիները փորձում են վարակիչ դարձնել նաև մյուս դպրոցների համար։ Ամսի 28-ին մենք ունեցանք դպրոցներ, օրինակ Դիլիջանի, Գարգարի, եղան Աշտարակից, եղան Արտաշատից, դրանք մեր օրացույցով հրաշալի երևում են 2-3 տասնյակից ավելի դպրոցներ, որ հենց իրենց տարածքի եկեղեցիներում Սեբաստացի սովորողների հետ իրենք իրականացնին եւ բարձունքի հաղթահարումը որպես տոնի բաղկացուցիչ եւ ուսումնական ժամերգությունը որպես հանրակրթության բաղկացուցիչ։ Ուսումնական ժամերգությունն ամրապնդում է եկեղեցի դպրոց, եկեղեցի աշակերտ կապը, ասում են մանկավարժները։ Ծնողներն էլ հաստատում են։ Հոգևոր երաժշտական գանձարանի նմուշները հարստացնում են իրենց զավակների ներաշխարը, բարերար ազդեցություն ունենում երաժշտական ճաշակի ձևավորման վրա։ Տանը սիրում ենք երգեր երգել ու երբ որ սկսեցինք շարականներ սովորել, ամեն անգամ եկեղեցի մտնելու ծնողներիս հետ երգում եմ, այդ ծնողները զարմանում են, ասում են որտեղից գիտեք, ու այդ սովորում ենք դպրոցից ավելի շատ։ Ուղղակի երգը շատ եմ սիրում, քանի որ առաջին դասանից մենք երգել սովորում ենք, բոլոր այդպես կոմպոզիտորներին ուսումնասիրում ենք մենք, իրանց երգերի հետ ծանոթանում ենք, դրա համար շատ հետաքրքիր է մեր մշակույթը նաև։ Կրթահամալիրում սկսվել է ճամբարային սեզոնը։ Հակաբացիլ շարականներ ծրագիրը կվերսկսվի նոր ուսումնական տարում։
Անուշ Արաքելյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։